Տիկին Սարգսյան պատրաստում եք արդյոք մասնակցել մարտի 1-ի հանրահավաքին, Հայազգային կոնգրեսը Նոր Հայաստանը քաղաքացիական պայմանագիրը կարծեք թե եկել են հայտարարի եւ միասնական հանրահավաք են կազմակերպում, դուք մասնակցել եք մարտի 1-ի հանրահավաքին, ձեզ ասում եք պարզապես Հայազգային կոնգրեսը նրանցում անվանել էր Բաղրամյան 26-ի հաճախորդներ, չի պատրաստվում այնտեղ տեսնել եւ չի հրավիրել։ Գիտեք ինչ, մարտի 1-ի հանրահավաքին ոչ մեկին պետք չի հրավիրել, անձամբ ես չեմ սպասում հրավերի, դա ես կորոշեմ, ինչ ձևաչափով կմասնակցեմ այդ հանրահավաքին, կմասնակցեմ թե ոչ։ Մարտի 1-ի զոհերի հիշատակը, այդ ողբերգությունը մեր բոլորի սրտերում է, եւ ես ինքս մարտի 1-յան իրադարձությունների ամենաակտիվ մասնակիցներից եմ եղել եւ պիտի փաստեմ, որ ուրեմն Միասնիկյան հրապարակը լքել եմ վերջինը Գուրգեն Եղիազարյանի հետ, երբ այնտեղ չէին արդեն հակից ոչ մի լիդեր եւ նաեւ մյուս կուսակցություններից, բայց խնդիր չեմ տեսնում, ես չեմ էլ պատրաստվում հարթակում լինելու, եթե կցանկանամ մասնակցել իմ համակիրների, իմ կուսակիցների հետ միասին, միանշանակ կմասնակցեմ։ Եթե չեմ ցանկանա, ապա կայցելեմ Միասնիկյան արձան եւ իմ հարգանքի տուրքը կմատուցեմ Միասնիկյան արձանի մոտ 10 զոհերի նկատմամբ։ Չեմ պատրաստվում հարթակում լինել ելույթ ունենալ, ինչու՞։ Որովհետեւ հարթակում լինելու են նրանք, ում հրավիրել են։ Եթե հրավիրված չեմ, նաև պարտավոր չեմ հարթակում լինելու։ Նոր Հայաստանը եւ Հայազգային կոնգրեսը այսպես հերրահար բանավեճ էին ծավալել, թե պետք չէ մարտի 1-ը սեփականաշնորհել։ Հայազգային կոնգրեսը նշում էր, որ դա 2008-ից ի վեր ինքն է իրականացրել այդ հանրահավաք եւ Նոր Հայաստանը պետք է պատասխանի, թե ինչու է որոշել այդ օրը սեփականաշնորհել, ինչ կարծիք ունեք այստեղ։ Փաստ է միանշանակ, որ ամենահետևողական քաղաքական ուժը մարտի 1-ի նկատմամբ նաև պատասխանատվության զգացումով Հայազգային կոնգրեսն է եղել, խոսքը չի վերաբերվում կուսակցությանը, խոսքը վերաբերվում է Հայազգային կոնգրես դաշինքին, որի անդամն է եղել նաև վերակազմյալ ՍԴՀԿ-ն։ Հետևաբար կարծում եմ, որ բնականաբար Հայազգային կոնգրեսը պիտի կազմակերպեր մարտի 1-յան հանրահավաքը, բայց հավանաբար այլ քաղաքական ուժեր եւս ակնկալում էին այդ հարթակում լինել կարևորների մեջ։ Ոչ մի վատ բան չեմ տեսնում դրա մեջ, բայց նորից եմ կրկնում, Հայազգային կոնգրես դաշինքի անդամները հետևողական են եղել մարտի 1-յան ողբերգության բացահայտման նկատմամբ եւ ուրեմն նաեւ այո ինչ որտեղ արտոնյալ իրավունք, բայց խոսքը չի վերաբերվում նորից Հայազգային կոնգրես կուսակցությանը։ Օրերս Հրանտ Բագրատյանը առաջարկեց 7 քաղաքական ուժերի միավորվել եւ մեկ ընդդիմադիր կոալիցիա կազմել 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Իհարկե ձեր կուսակցությունը չնշեց, բայց դուք ինչպես եք վերաբերվում այս առաջարկին, արդյոք տեսնում եք նման դաշինք ստեղծելու հավանականություն։ Միտքը իհարկե լավն է եւ կարծում եմ միայն Հրանտ Բագրատյանը չի, որ այդ մասին մտածել է, ուղղակի Հրանտ Բագրատյանը այդ մասին հայտարարել է։ Մյուս քաղաքական ուժերը եւս գիտակցում են, որ շատ դժվար է լինելու իշխանության հետ մրցակցության մեջ միայնակ եւ շատ ավելի ճիշտ կլիներ, եթե նման դաշինքներ ձևավորվեին, բայց ես ինքս այդ հարցում հոռետես եմ, նախ չեմ տեսնում նախադրյալներ միավորման եւ երկրորդն էլ նման կարգի միավորումները շատ հաճախ իրենք չեն արդարացրել։ Հիմա նաեւ շատ լավ ճանաչելով ընդդիմադիր դաշտը, որտեղ ես երկար տարիներ աշխատել եմ եւ ճանաչելով նաեւ ընդդիմադիր լիդերներին, քիչ հավանական եմ համարում, որ կհաջողվի լուրջ ինչ-որ դաշինք ձևավորելը։ Ամբիցիաներն են ոչ միայն ամբիցիաները, նաև գաղափարական տարաձայնությունները, աշխարհաքաղաքական ուղղվածությունը, որոնք լուրջ խոչընդոտներ են նման միավորումների ստեղծման ճանապարհին։
Եվ այսօր ես ըստ էության չեմ տեսնում 3 քաղաքական ընդդիմադիր ուժ, որոնք առանց որևէ խոչընդոտի կարող են համաձայնության գալ եւ միավորվել։ Եվ գիտեք ինչն է ամենավատը, որ շատ դեպքերում քո ինքնուրույն քայլերը դիտարկվում է երբեմն որպես իշխանահաճո քայլեր եւ սկսում են այս կամ այն քաղաքական ուժին բարկաբեկել, անվանել իշխանության հաճախորդ եւ այլն եւ այլն։ Այն նմանատիպ ձևակերպումները արդեն լուրջ խոչընդոտ են համագործակցության։ Նկատի ունեք այն պահից, երբ Հայաստանի կոնգրեսը հայտարարեց, որ նրանք ովքեր գնացել են Բաղրամյան 26, Վահարամյան 26-ի հաճախորդն այդ պահից սկսած վերջակետ տրվեց ձեր եւ կոնգրեսի առասարակ հետագայում։ Ես կասեի, որ միջակետ դրվեց, միջակետ։ Ես երբեք չեմ ջնջում իմ անցած ուղին եւ ես երբեք խաչ չեմ քաշում այն մարդկանց վրա, ում հետ ես ժամանակին աշխատել եմ։ Բայց ամեն դեպքում այս պահին չեմ տեսնում համագործակցության հնարավորություն, այստեղ հարցը մենակ վիրավորվածությունը չի, այլ այն, որ պետք է կարողանալ ամեն մի քաղաքական ուժի քայլը, կատարած քայլին օբյեկտիվ վերաբերվել եւ նաեւ հաշվի առնել այդ քաղաքական ուժի իրավունքներն ու շահերը նաեւ։ Իսկ ով ասեց, որ միայն մի քանի քաղաքական ուժեր իրավունք ունեն ինքնուրույն քայլեր անելու, շատ դեպքերում չհամաձայնեցվելով այդ քայլերը այն քաղաքական ուժերի հետ, ում հետ երկար ճանապարհ են անցել, երբեմն էլ գործընկեր քաղաքական ուժերին անկյուն մտցնել։ Հետևաբար դա եւս ես տեսնում եմ մրցակցության, որպես մրցակցության էլեմենտներ եւ գտնում եմ, որ նման վարքագծով բարեկամներ շահել չես կարող, հետևաբար նաեւ մոտեցումները դեպի գործընկերները պետք է վերանայվեն, եթե չես կարողանում ճիշտ գնահատել դիմացինին, դու չես կարող ակնկալել, որ նա քո համար երկարաժամկետ գործընկեր կլինի։ Կուզեի անդրադառնալ Սերժ Սարգսյանի վերջին ելույթին, դա ելույթ է յուրայինների համար, թե նաև բոլոր քաղաքական ուժերին է ուղղված։ Գիտեք ինչ, այնտեղ տարբեր մեսիջներ կային ուղղված եւ յուրայիններին եւ քաղաքական թիմին իրենց, որովհետեւ քաղաքական թիմում բոլորը չի որ յուրային են։ Եվ քաղաքական դաշտին եւ նաեւ ինչու ոչ իրենց արդեն լեգիոներներին, այսպես կարող ենք նաեւ ձևակերպել, ու նաեւ իհարկե կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը ինչ որտեղ մեսիջ էր ուղղում նաեւ թիմակիցներին, որ ինքը դեռ կա եւ չի կարելի ակնկալել, որ արդեն իսկ կարելի է նոր տեր փնտրել։ Կարծում եմ, որ ինչպես եւ յուրաքանչյուր առողջ քաղաքական ուժերի ներսում, տվյալ դեպքում ես առողջ ոչ թե անվանում եմ իշխող քաղաքական ուժին, այլ նորմալ քաղաքական ուժի ներսում միշտ լինում են թևեր, որոնք կարողանում են հակակշիռները պահել եւ քննարկումների արդյունքում գալ ճիշտ եզրահանգումների։ Հիմա իշխող քաղաքական ուժի մեջ շահերը մի փոքր այլ են եւ եթե ընդդիմության մեջ այդ շահերը շատ մեծ չեն եւ կոնսենսուսի գալը շատ ավելի հեշտ է, նյութական շահեր չկան, ապա իշխանության ներսում այդ շահերը շատ ավելի մեծ են, որոնք բախման են բերում այս կամ այն թևը եւ նաեւ այդ թևերի բալանսավորման եւ վերահսկման խնդիր կար։ Այսինքն այլապես բախումը անխուսափելի կլիներ նույն հանրապետականում։ Չեմ կարող պնդել, որ դա անխուսափելի կլիներ, բայց ինչու թույլ տալ հասունանա, եթե կարելի է կանխել։ Եվ վերջին հաշվով յուրաքանչյուր իշխանության ներսում իրոք կիսելու բան շատ կա։ Եվ ղեկավարը պիտի կարողանա կանխատեսել այդ բոլոր քայլերը, այն ինչ որ կարող է իրավիճակից դուրս գալ, պետք է կարողանա կանխել, որը եւ փորձում է անել Սերժ Սարգսյանը։